Բարի եւ ողջունյալ առավոտ, սիրելի հարազատներս, Տիրոջ շնորհը թող ծածկի մեզ, Տիրոջ սերը թող լցվի մեր սրտերի մեջ, Տիրոջ ցանկությունները լինեն մեր սրտում, մերինի փոխարեն։ Տեր Աստված, աղոթումը բարեխոսում եմ ինձ համար, ամուսնուս համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, հարազատներիս համար, լսողների ու նրանց ընտանիքի անդամների համար։ Թող մեր կյանքում եղած մեղքերը եւ բնօրինակ մեղքը, ադամական մեղքը մեր մեջ սուգ ու վիշտ առաջացնի եւ դա էլ իր հերթին մեր մեջ զզվանք, ատելություն, սրտխառնոց առաջացնի մեղքի հանդեպ, որ կա մեր կյանքում, որ մենք էլ չցանկանանք հանդուրժել մեղքը մեր կյանքում, որ մեղքը դադարի լինել հաճելի մեզ համար, այլ լինի խորապես զզվելի ու տհաճ, ու տանի մեզ մեղքից հեռանալուն, որ խոստովանենք մեր մեղքերը, ապաշխարենք, սուգ անենք, ու դու էլ այն փոխես փրկության ու հավիտենական կյանքի ուրախությամբ մեզ համար։ Հիսուսի անունով եմ աղոթում, Տեր։ Հպվի մեր սրտերին, հպվի մեր հոգիներին։ Ամեն։ Հիմա անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետությունը գրքի ընթերցանության ու մեկնության շարունակությանը։ Մենք խոսում ենք ապաշխարության հզոր դրդապատճառների մասին ու 2-3 օր այդ մասին ենք խոսել։ Եկեք թվարկենք այն, ինչ քննարկել ենք, եւ այս դրդապատճառները հեղինակը ներկայացնում է որպեսի խրախուսի մեզ, որ ապաշխարենք։ Առաջինը մեր սրտի վշտացած լինելը ու մեր սրտի հալելը մեզ պատրաստում է յուրաքանչյուր սուրբ գործի համար։ Երկրորդը ապաշխարությունը շատ ընդունելի է Աստծո համար։ Երրորդը ապաշխարությունը մեր բոլոր ու ամեն կարգի ծառայությունները Աստծո առաջ գովելի եւ ընդունելի է դարձնում։ Չորրորդը առանց ապաշխարության ուրիշ ոչինչ մեզ չի օգնի։ Հինգերորդը ապաշխարության զղջման արդյունքները համեղ են։ Վեցերորդը երբ մենք ապաշխարենք մեծ ահռելի մեղքերի համար, մենք ողորմություն կգտնենք Աստծուց։ Սա նրա համար էր, որ նման մեղքեր գործածները չհուսահատվեն։ 7-րդը ապաշխարությունը հոգևոր օրհնությունների դարպաս է, կամ կարելի է ասել ապաշխարությունը դուռ է բացում մեզ համար, որ ստանանք Աստծո հոգևոր օրհնությունները։ 8-րդը ապաշխարությունը բերում է նաև երկրային ֆիզիկական օրհնություններ։ 9-րդ ապաշխարությունը հետ է պահում Աստծո դատաստանները երկրի վրայից։ 10-րդ ապաշխարությունը ուրախություն է պատճառում երկնքում։ 11 մտածենք, թե մեր մեղքերը որքան թանկ են արժեցել Քրիստոսի համար, այսինքն մտածենք, թե ինչ թանկ գին վճարեց Քրիստոսը մեր մեղքերի համար։ 12 մեր ապաշխարությունը Աստծո ուղարկած կամ Աստծո կողմից թույլ տված բոլոր չարչարանքների եւ փորձությունների նպատակն է։ Նախկին դասերը լսեք, ես վստահ եմ, որ շատ բան կբացահայտվի ձեզ համար եւ օրհնություն կլինի եւ Աստծո փառքի համար դուք էլ կապաշխարեք։ Իսկ հիմա շարունակենք։ 13-րդը մեր երկնային տառապանքի, նեղությունների, սգո ու վշտի օրերը շուտով կավարտվեն։ Քանի այս աշխարհում ենք, կլինեն բոլոր այս նեղություններն ու դժվարությունները, ու մենք կսգանք մեր մեղքերի համար, բայց սա հավիտենական չէ, այլ անցողիկ է, եւ դրանից հետո մենք կունենանք հավիտենական կյանք եւ ուրախություն։ Նրանց համար, ովքեր ընդունում են Քրիստոսին եւ ապաշխարում են։ Քրիստոսը իր մատներով կմաքրի իր ժողովրդի արցունքները,
Հայտնության 7-րդ գլխի 17 խոսքում ասվում է, որովհետև գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները, և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից։ Ուրեմն շուտով իրական քրիստոնյաներս կհագնենք փառաբանության զգեստները։ Քուրձը մեր կփոխանակվի սպիտակ պատմուճաններով, մեր սուքը ուրախությամբ, մեր հառաչանքները կփոխվեն հաղթական կանչերի և օրհներգների, և արցունքների փոխարեն կյանք կունենանք և կապրենք Աստծո հետ։ Մեր ողբը կանցնի և կգա երգելու ժամանակը, եթե իհարկե պատկանում ենք Քրիստոսին և ապաշխարում ենք։ 14. Ապաշխարությանը հաջորդում է ուրախ և փառավոր վարձքը, հավիտենական կյանքը։ Հռոմեացիներ 6-րդ գլխի 22-ում ասվում է. բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։ Թզենու տերևներն ու արմատը դառն են, բայց պտուղը քաղցր է։ Նույն կերպ էլ ապաշխարությունը դառն է թվում, բայց ապաշխարության պտուղը շատ քաղցր է, և այդ պտուղը հավիտենական կյանքն է։ Մահմեդականները պատկերացնում են, որ այս կյանքից հետո կլինի հաճույքների դրախտ, որտեղ կմատվուցեն նրբաճաշակ ուտեստներ և նրանք կունենան ոսկու, մետաքսե և մանուշակագույն հագուստի առատություն, իսկ հրեշտակները նրանց կարմիր գինի կբերեն արծաթե բաժակներով և ուտելիքը ոսկե ափսեներով։ Սա ուտելիք ու խմելիք սիրողների կարծեցյալ ու անիրական դրախտն է, բայց իրական Աստծո իսկական դրախտում կան ապշեցուցիչ հաճույքներ։ Առաջին Կորինթացիների 2-րդ գլխի 9-րդ խոսքում ասվում է. ինչ որ աչքը չտեսավ ու ականջը չլսեց և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար։ Այսինքն իրական դրախտում բաներ են, որ մենք չենք էլ կարող պատկերացնել անգամ։ Սա էլ հիմնված է Եսայի գրքի 64 գլխի 4-րդ խոսքի վրա, որտեղ Աստված այս խոստումն է տալիս իր ժողովրդին. հնուց լսված չէ և իմացված չէ, ոչ էլ աչքն է տեսել, այլ Աստված, որ գործում է նրանց համար, ովքեր իրեն են սպասում։ Աստված իր ապաշխարած ժողովրդին կառաջնորդի սգո տնից դեպի իր ճաշկերույթի բանկետի սրահը, իսկ այնտեղ մենք կտեսնենք Աստծո փառքը։ Այնտեղ չի լինի ոչ մի աղմուկ, բացի քաղցր երաժշտությունից, չի լինի ոչ մի հիվանդություն, չի լինի սուգ, բայց կլինի կատարյալ ու բացահայտ սեր Աստծո հանդեպ ու իրար հանդեպ։ Այնտեղ կլինի անբիծ սրբություն և անասելի ուրախություն։ Այդ ժամանակ սրբերը, այսինքն Աստծո ժողովուրդը, կմոռանան իրենց միայնակ ժամերը, իրենց վշտի ու սգի, նեղության ու դժվարության օրերը և քաղցրաբար կմխիթարվեն Աստծո կողմից և լող կտան աստվածային հաճույքի գետերում։ Անհամեմատելի են քրիստոնյայի հոգևոր պարտականությունները համեմատած քրիստոնյայի վարձատրության մեծության հետ։ Անսահման անհամամասնություն կա Աստծո պահանջած ապաշխարության և այն փառքի միջև, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Հռոմեական ժամանակներում հռոմեացիները մի տոն ունեին, որի ժամանակ նրանք պսակ թագ էին դնում իրենց շատրվանների գլխին, իսկ Աստված պսակ է դնում, թագ է դնում ապաշխարած, իրենց մեղքերի համար սգացող, վշտացող գլուխների վրա։ Հավատքով մենք գիտենք, որ մի օր կժառանգենք աստվածային փառքը։ Պետրոսն ու Հովհաննեսը դրա չնչին մասը տեսան, Աստծո փառքի չնչին մասը տեսան Հիսուսի այլակերպության օրը։ Կարդացեք անձամբ Մատթեոս 17 գլուխը։ Ու եթե գիտենք, որ այս փառքը մեր ժառանգությունն է ու մեր ապագան է,
ապա ինչու մենք չենք մաքրվում մեղքից, սուգ անում, որ վայելենք այս ապագան, այս պարգևը, որ տրված է անվճար շնորհով, այնքան անսահմանորեն մեծ է, որ եթե մենք տեսնեինք այդ փառքը այս կյանքում, Աստծո փառքի գետ մի շողը անգամ տեսնեինք, մենք էլ չէինք ցանկանա գետ մի վայրկյան մնալ այս աշխարհում, մեզնից կպահանջվեր գերմարդկային համբերություն այս աշխարհում մնալու համար։ 15. Պիտի մտածենք անապաշխարության չափ աշխարհելու չարիքի մասին։ Կոշտ, կարծրացած սիրտը ամենավատ սիրտն է, այն կոչվում է քարե սիրտ։ Եզեկիել 36:26 ասվում է. ապա ձեզ Աստված է ասում, ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ Եթե մեր սիրտը օրինակ երկաթից լիներ, կարող էր փափկել կրակե վառարանի մեջ, բայց կրակի մեջ դրված քարը չի հալվում, ավելի հավանական է, որ այն պայթի, ճաքի և քարի այդ սուր կտորները մեզ խփեն ու վնասեն։ Պետք է հասկանանք, որ անապաշխարությունը ինքը մեղք է, և անապաշխարությունը մեր վշտացնում է, տրտմեցնում է Քրիստոսին։ Մարկոս ավետարանի 3:5 խոսքում կարդում ենք. նա իր շուրջը եղողներին բարկությամբ նայելով նրանց սրտերի կուրության համար տրտմած այդ մարդուն ասաց. ձեռքդ մեկնիր, նա մեկնեց ու նրա ձեռքը առողջացավ։ Այսինքն Հիսուսը տրտմել էր, վշտացել էր մարդկանց քարե սրտերի համար, որ այստեղ նաև անվանվում է սրտերի կուրություն։ Գիտեք, կրոնը կուրացնում է սիրտը, իսկ հավատը վերցնում է մեր կուրությունը։ Ոչ թե հիվանդությունն է վտանգավոր, այլ այն, որ մենք հրաժարվում ենք կատարել բժշկի նշանակած բուժումը։ Ոչ այնքան մեր գործած մեղքերն են այդքան գրգռում և վշտացնում Քրիստոսին, որքան որ մենք մերժում ենք ապաշխարության դեղը ընդունել, որը Աստված է նշանակել մեզ համար։ Քրիստոսը մեր հոգու, մեր սրտի, մեր մտքի, մեր մարմնի բժիշկն է, և նա մեզ տալիս է բժշկության դեղամիջոցը, ապաշխարություն, ներում, բայց մենք չենք ուզում դա անել։ Եվ Աստված մարդկային բժիշկ չէ, որ սահմանափակված է իր գիտելիքներով, իր կարողությամբ։ Աստված մեզ արարել է, նա գիտի մեզ, նա գիտի մեր անցյալը, ներկան ու ապագան, նա գիտի ինչ է լավ մեզ համար և ինչ է պարտադիր մեզ համար, ինչը կկործանի մեզ։ Եվ հենց այս անհնազանդ, անապաշխար վիճակն էր, որ դարձրեց Հեզաբելի մեղքը ավելի սարսափելի։ Տեսեք ինչ է ասում Քրիստոսը Հայտնություն գրքի 2:20-23 այս մասին։ Հեզաբելը թագուհի էր։ Եվ Հիսուսը սա ասում է ուղղված եկեղեցուն, բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թույլ ես տալիս Հեզաբելին, այդ կնոջը, որ իրեն մարգարեհի է կոչում, իմ ծառաներին ուսուցանի և մոլորեցնի, որ պոռնկություն անեն և կուռքերին զոհած միս ուտեն։ Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։ Ահա ես նրան անկողին կգցեմ, իսկ նրա հետ շնացողներին մեծամեծ նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն, նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմ հոգիներն ու սրտերը քննողը, և յուրաքանչյուրիդ ըստ ձեր գործերի կտամ։ Աստված Հեզաբելին, այդ չար թագուհուն և մարգարեուհուն, որ այդքան չարիք գործեց, որ այդքան հավատացյալների սպանության, Աստծո մարգարեների սպանության պատճառն էր, Աստված նրան ապաշխարելու հնարավորություն տվեց, բայց նա չապաշխարեց, և չարիք եկավ նրա ամբողջ սերունդներին։
Եվ Աստված ասում է, որտև ես հոգիներ ու սրտեր քննող եմ։ Ու ասում է նույնը կլինի ամեն մեկի հետ, որ այդպես ավարվում, եթե մեր չար գործերից չապաշխարենք։ Յուրաքանչյուրիդ ըստ ձեր գործերի կտամ։ Կարծր սրտի վրա չես կարող ազդել, ոչ էլ կարծր սիրտը կարող ես փափուկ կավի պես ձևավորել։ Կարծր քարե սիրտը ոչ մի պարտականությունների համար պիտանի չէ, ոչ մի բարի գործի համար պիտանի չէ։ Սթիվեն Գարդները, ով հռոմեական կաթոլիկ եպիսկոպոս էր, 16-րդ դարի ռեֆորմացիայի գլխավոր հակառակորդն էր։ Նրա խորհրդով ու պնդմամբ վերականգնել էին բողոքական քրիստոնյաներին հրկիզելու մասին օրենքները։ Եվ այս մարդը իր մահից առաջ սա է ասել իր սրտի վիճակի մասին. Ես ուրացել եմ իմ Տիրոջը, ես մերժել եմ իմ Տիրոջը, այսինքն Քրիստոսին, Պետրոսի պես, բայց Պետրոսի պես չեմ կարող ապաշխարել։ Սա ողբերգություն է ու քարե սրտի պատուհաս։ Քար դարձած փարավոնի սիրտը ավելի վատ էր, քան այն, որ ողջ Նեղոսի ջուրը արյունի էր վերածվել։ Քարե սիրտը ամենավատ պատուհասն է, որ կա մարդու համար։ Երբ Դավիթը անօրինական մարդահամար անցկացրեց մի բան, որ Աստված իրեն չէր ասել, որ անի, Դավիթը մեղք գործեց Աստծո հանդեպ։ Ու Դավթի սիրտը խիղճը սկսեց իրեն տանջել, ու նա խոստովանում է իր մեղքը Աստծո առաջ, այսինքն Դավթի սիրտը կարծրացած չէր։ Ու Աստված 3 ընտրություն դրեց Դավթի առաջ, թե ինչ դատաստան էր լինելու, եւ 3-ն էլ ազդելու էր ոչ միայն Դավթի վրա, այլ ամբողջ ժողովրդի վրա։ Մեր մեղքը միայն մեզ համար սարսափելի չէ, այլ մեր ողջ ընտանիքի, մեր տոհմի, մեր սերունդների գալիք ու մեր ժողովրդի համար է հետևանք ունենում։ Եվ ողջ մարդկության, արդյոք Աստված ասեց, արդյոք որը կուզես 7 տարի սով լինի քո երկրի մեջ, թե 3 ամիս դու փախչես քո թշնամիներից եւ նրանք քեզ հալածեն, կամ թե 3 օր ժանտախտ լինի քո երկրում։ Եվ Դավիթը ընդունում է Տիրոջ դատաստանը, այն համարելով արդար ու վստահում է Տիրոջ ողորմությանը։ Ես մեծ նեղության մեջ եմ, այսինքն ես մեծ փորձանքի մեջ եմ ընկել, մեղք եմ գործել։ Թող Տիրոջ ձեռքը ընկնենք, քանզի մեծ է նրա ողորմությունը, թող ես մարդու ձեռքը չընկնեմ։ Արդյունքում 70,000 մարդ է մեռնում ժանտախտից։ Մեկ մարդու գրգռված ժամանակ որոշում կայացնելու հետևանքով։ Սիրելի մարդ, սիրելի իմ հարազատ մարդ, չզղջացող անապաշխար մեղավորը ոչ համոզվում է աղաչանքով, ոչ էլ վախենում է սպառնալիքներից։ Եվ նրանք, ովքեր չեն լացի Պետրոսի պես, ով նույնպես մեղք գործեց, բայց իր արցունքներով ապաշխարեց, ներվեց ու բարձացվեց, ապա այդ մարդիկ լաց կլինեն Հուդայի պես, որը նույնպես լաց եղավ իր գործած մեղքի համար, բայց չապաշխարեց, ու ներում չստացավ, ու մեռավ, ու դժոխք գնաց։ Կարծր սիրտը այն կոչն է, որի վրա կիջնի Աստծո հավիտենական արդարության մուրճը։ 16. Դատաստանի օրը գալիս է։ Սա Պետրոս առաքյալի սեփական փաստարկն է Գործք առաքելոց 17-րդ գլխի 30-ից 31-ում։ Բայց Աստված անգիտության ժամանակները անտեսելով այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի, որտև Աստված սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դատի աշխարհը այն մարդու միջոցով, որին նա ընտրել է, այսինքն Հիսուս Քրիստոսի միջոցով, եւ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված հավաստիացրեց բոլորին, նրան մեռելներից հարություն տալով։ Գիտեք ինչ տեղի ունեցավ, երբ Պողոս առաքյալը սա ասաց, գրված է այսպես.
Բայց Աստված անգիտության ժամանակներն անտեսելով այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարեն։ Այդ ասելուց հետո ասում է, որ շատերը ծաղրեցին, շատերը ուսերը թափ տվեցին ու հեռացան, իսկ ոմանք էլ ապաշխարեցին, հավատացին, ընդունեցին, ապաշխարեցին։ Եվ հիմա էլ նույնն է, քարոզում ենք փրկություն Հիսուս Քրիստոսով, քարոզում ենք ապաշխարություն, ասում ենք, որ մոտենում է դատաստանի օրը և շատերը ծաղրում են ու ականջները թեքում, այսինքն սրտները քարացնում ու կարծրացնում են, իսկ ոմանք էլ ընդունում են, հավատում են ու դարձի գալիս ու ապաշխարում։ Իսկ դատաստանի օրը քարե սրտից արյուն է հոսելու։ Արդյոք մարդը կշարունակի գողանալ, երբ գիտի, որ շուտով դատվելու է իր հանցանքների համար։ Արդյոք մեղավորը կշարունակի մեղանչել, երբ դատաստանի օրը այդքան մոտ է։ Մեզանից ոչ ոք չի կարող իր մեղքը թաքցնել Աստծուց, և ոչ էլ կարող ենք արդարացնել մեր մեղքերը։ Միայն Քրիստոսով է դա հնարավոր։ Իսկ ինչ ենք անելու, երբ մեր բոլոր մեղքերը գրված են Աստծո գրքում և մի օր դաջվելու են մեր ճակատներին։ Ինչ սարսափելի օր է լինելու, երբ Հիսուս Քրիստոսը հագած դատավորի զգեստը կասի մեղավորին, ոտքի կանգնի ու պատասխան տուր քո դեմ բերված մեղադրանքներին։ Ինչ պատասխան ունես այն բոլոր անեծքների համար, որ դուրս են եկել քո շուրթերից, այն շնության համար, որ գործել ես, թե հոգևոր, թե ֆիզիկական շնության, այն աններողամտության ու ատելության համար, որ կա քո սրտում, այն խաղամոլության համար, այն գուշակությունների համար, այն տարբեր չարիքների համար, բամբասանքի համար, սուտ վկայության համար, կաշառակերության համար, մարդասպանության համար, բռնության համար, սրտումը տեղած ատելության համար և քո անզղջա ու անապաշխար վիճակի համար, ինչ ունես ասելու ինձ, և որքան կզարմանա ու կսարսափի մեղավորը այդ ժամանակ, իսկ դատապարտվելուց հետո կլսի տխուր, սարսափելի դատավճիռը, հեռացիր ինձանից։ Այնուհետև նա, ով չի ցանկանում ապաշխարել իր մեղքերից, կզղջա իր հիմարության համար։ Աստված դատելու է բոլոր մարդկանց իրենց մեղքերի համար, և եթե մենք խելք ունենք ու կենդանի սիրտ, սա պիտի խթան լինի մեր ապաշխարության համար։ Ապաշխարող հոգին մխիթարությամբ կբարձրացնի իր գլուխը վերջին օրը և ներում կստանա Աստծուց, ու ներման դատավճիռը գրված կլինի մեր Փրկիչի արյունով ու նրա իսկ ձեռքով։ Այսքանը այսօր։ Թող Աստված հպվի յուրաքանչյուր մեկիս սրտին։ Ամեն։